մեր փրկին Տեր Հիսուսյանով ողջունեմ ձեզ բոլորդ, նաև ողջունեմ անոնք, որոնք մեզ գունգընտրեն գտիդեն համացանցի միջոցով, թող այս պաշտամունքի ընթացքին Աստուծո օրհնությունը հանգչի մեր բոլորին վրա։ Պիտի սկսենք Տերը բաշտել 371-րդ երգով 371 Վերջին դունը ոտքի վրա Մեր փոխադարձ ընթերցանությունը պիտի լա թիվ 32 Ով բոլոր ծարավացներ ճուրերուն եկեք եւ ստակ չունեցողներ եկեք ձախու արեք ու գերեք Եկեք առանց ստակի եւ առանց կնոն գինու ձախու արեք Ինչու ծեր ստակը գվատնեք այն բանի համար, որ հաց չէ, եւ ծեր վաստակը այնպեսի բանի համար, որ չի գշտացներ։ Շատությամբ ինձի մտեք, որպեսի բանիներ ուտեք, ու ծեր հոգի բարատյան զվարճան։ Ծեր ագանչը խոնարեցուցեք ու ինձի եկեք, մտի գրեք ու ծեր հոգին պիտի ապրի։ Եվ ծեզի հետ հավիտենական ուղմա Դերը պնդրեցեք, քանի որ անիգա գտնվի, զանիգա գանչեցեք, քանի որ անիգա մոտ է։ Թող ամբարիշտը իր ճամփայեն ու անորեն մարդը իր որդներեն չարաշարի։ Եվ դերոջը թարնա ու անիգա պիտի ողորմի անոր, ու մեր Աստուծույն վասնզի անիգա արադաբես գները։ Կանցի որդներս ծեր որդները չեն, ու ծեր ճամփաները իր ճամփաները չեն սեզերը։ Միասնապար, Հավողոչակ երկիր երկրել բարձրել, անչակ իմ ճամփաներս ծեր ճամփաները բարձրել, և իմ խորհուրդներս ծեր խորհուրդները։ Թող Աստված օրհնե իր խոսքին ընթերցանություն եկեք խոնարհենք Տերոջի առջև մեր պաշտամունքին վրա Աստծո օրհնությունը խնդրենք։ Սիրելի Հայր փառք կտանք քեզի, որ դարձյալ մեզ այս օրհնյալ առիթը շնորհեցիր, գուքանք երկյուղածությամբ քո առջևդ կգենանք քեզ բաշտելու, երկրբակելու, գիտենք որ Տեր մեր արժանիքը Քրիստոսի մեջ է, այս պահուս անոր անունովը, անոր արժանիքով, քու սուրբ,
Քայդ արչև գմոդենանք ով դեր եւ շնորհակալ ենք այս մեծ առանձնաշնորհումին համար ուրախությամբ ուքանք եւ դեր մեր սրտերում մեջ փափակ կա քեզի հետ հաղորդակցելու քուցայնդ լսելու եւ նաեւ դեր քու խրատներդ եւ դեր քեզմե ուղություններդ ստանալու այո դեր փառք ուտանք որ Դու մեզ սիրեցիր անչափելի սիրով, գիտնալով մեր թերությունները, դգարությունները, մեղավոր փնությունը զոր կգրենք, այս բոլորով մեկտեղ մեզ սիրեցիր եւ դեր ուզեցիր մեր թիրքը բարձրացնել, այո դեր մենք քու մարմինիդ անդամներն ենք, Քրիստոսի հիմնած եկեղեցին, քու զավակները դենք, քու ընտանիքիդ անդամներն ենք եւ ասիգա մեզի համար մեծ շնորհք է դեր թուն գագնգալես բոլոր մարդոց մե որանոն քեզի թարդան քու սերետ մղված կկործես անոնց ներսիտին եւ անոնց կյանքերում մեջ որբեսի մարդիկ արթնան անոնց հոգին աչքերը բացվելով ագանչները բացվելով լսեն քու գոչդ քու ցայնդ եւ այսպես ով դեր քու երգայբդությանդ Գահամբերես, որբեսի մարդիկ քեզի թարդան, գաղոթեմ որ դեր այս պաշտամունքի բահը այդ ուղությամբ ծարայե, շատեր քեզի թարդան եւ որբես հավատացյալներ ավելի նվիրվինք եւ ըլլա որով դեր մեր կյանքերը իր նպատակին ծարայեն։ Քեզի գահացնենք այս պաշտամունքը սկիզբեն մինչեւ վերջ, կհրավիրենք Սուրբ Հոգին, որ կործե մեր ներսիտին Նաև մեր խնդրանքները քեզի կներկայացնենք, ով դեր անուններով թուն կճանչնաս բոլորնալ, այցելես, բժշկես, մխիթարես ցկավորները, զորացնես, անոնք որոնք հադուկ դժվարություններում մեջ եկանցնին, բոլորին թուն օգնության հասնիս եւ ամեն պետք հայթայթես։ Հիշե խրովյալ երկիրները դեր միջին արևելքի մեջ ստեղծված վիճակը Թուն գիտես ամեն բան, թուն ամեն բան է վեր ըլլալով ներգան եւ աբական գիտես, սակայն դեր խոստումիդ համաձայն մենք մեր խնդրանքները քեզի կներկայացնենք եւ գուզենք որով դեր թուն խաղաղությամբ այցելես, կործես մարդոց ներսիտին, չարին բոլոր ծրագիրները խափանես եւ այսպես ով դեր անոնք այդ նեղություններու դժվարություններու մեջ քու թեմքդ խնդրեն եւ քեզի թարնան այո դեր աշխարհ քեզ մեջ շատ հերացած է գաղոթենք որ ողորմիս փարգությանդ մեջ ողորմությունդ հիշե մեր հայրենիքն ալ շնորհած կայդ արչև գբերենք ողորմիս մեր ղեկավարներուն քաղաքական եւ գրոնական առաջնորդներուն հadoop իմաստությունով օժդես որբեսի անոնք շիդակ ընդրություններ գդարեն եւ համերաշխությամբ Իպարս մեր ժողովրդին ծարայեն եւ այսպեսով ազգովին դեր քեզի մոդելանք եւ դեր մեր շուրջը գտնվող ժողովուրդներուն ավետարանի բարի լուրը տարածենք ընդունե մեր պաշտամունքը դեր Հիսուսի անունով ամեն Պիտի շարունակենք մեր պաշտամունքը 191-րդ երգը երգելով 191 Amen.
Պիտի երկենք 66-րդ երկնալ, որ մետքը ժամանակահայտարարություններում պիտի տանք, թի 66 Քերեցիկ երկմն է, որ մեզ կքաչալեր է, երանի թե մեր բոլոր դժվարությունները աղոթքով Տերոջը տանենք։
Շնորհակալ եք Վիքի Մարիտակույր մեր ամենօրյա աղոթ կլալու է որ Աստված ողորմի մեր ժողովրդին որպեսզի սիրտով դառնան Աստծո Աստվածաշունչեն հատված մը պիտի գարտամ որ կգտնվի Մատթեոս ավետարանին 16-րդ գլուխի մեջ ետքը համար մը պիտի գարտամ Տիմոթեոսի ուղված նամակեն ուրեմն Մատթեոս 16 13-ն 18-ը պիտի գարտամ Եվ Հիսուս Փիլիպոսի Գեսարիային գողմեր երթալով իր աշակերտներուն հարցուց ու սավ Մարդիկ ով գսեն թե ես որդի մարդո ու անոնք ըսին ոմանք գսեն թե Հովանես Մգրդիչն ես ուրիշներ Եղիան ուրիշներն ալ Երեմիան կամ մարգարեներեն մեկը ըսավ անոնց Հաբաթուք ինձի համար ով գսեք թե եմ Սիմոն Պետրոս պատասխանելով ուսավ Թուն ես Քրիստոս գենթանի Աստուծո որդին Եվ Հիսուս պատասխանելով ուսավ անոր Երանի քեզ Սիմոն Հովնանի որդի Վասնզի մարմինը եւ արյունը քեզի չհայտնեց ասիգա Հաբա իմ հայրս որ երգիկն է Եվ ես քեզի գսեմ որդուն Պետրոս ես ու այս բեմին վրա պիտի շինեմ իմ եկեղեցիս եւ թժողքին թռները զանիգա պիտի չհաղթեն Համար մնալ պիտի գարտամ Պողոս Արաքյալին որ ուղված է Տիմոթեոսին առաջին նամակեն ուրեմն առաջին Տիմոթեոս 3:15 Բայց եթե ուշանալու ըլլամ, որբեսի գիտնաս թե ինչպես պետք է քեզի Աստուծոդանը մեջ բդդիլ, որ գենթանի Աստուծո եկեղեցին է, ճշմարտության սյունը ու հաստատությունը։ Բոս դանազան խրատներ դալե ետքը հոսկս է, մինչև ես կամ այս բաները Քեզի գսեմ, եթե ուշանալու լամ, որպեսի գիտնաս թե ինչպես պետք է քեզի Աստծոդանը մեջ բդդիլ։ Ունարեմ բնակիրը վարմունք գսե, որպեսի գիտնաս Տիմոթեոս ինչպես Աստծոդանը մեջ պիտի վարվիս։ Նույնպես պիտի լա Աստծո եկեղեցին։ Հազարավոր եկեղեցիներ կան։ Որն է Աստուծո եկեղեցին, շատ դրամապանական հարցում մն է։ Այս նյութը աստվածային ճշմարտություններու շարքին նուրբ և վեճեր հարուցանող նյութը եղած է անցյալին և ներկայիս։ Հագարականոր, որ այս նյութը կամ այս նյութին վրա բավական լույս սփռված է Եվ գրնանք ուղիղ ըմբռնել, ասոր էդ մեկտեղ մարդիկ զանազան պատճառներով բղդորեցին և սխալ բացատրություններու աստեցության տակ ինգան։ Եվ գուզեմ այս նյութը որպես տաս ներկայացնել։ Աստուծո եկեղեցին քոյության նպատակը ցայդուն է, անոր առաքելությունը Եվ ծառայության սահմանները հայտնի են, Աստուծո եկեղեցին դրված բադվերները հայտնի են, որով շվարելու և սխալ հասկանալու պատճառ չկա։ Սխալ բացատրություններու աստեցության տակ ինալուն գլխավոր պատճառը եղած է Եկեղեցին հիմնվել է մինչև այսօր, գլխավոր պատճառը եղած է ավանդաբաշխությունը, մոլերանտ ավանդաբաշխությունը, մոլերանտորեն։ Մեր դերը մոլերանտ ավանդաբաշխներու որոշումով ցերպակալվեցավ և խաչվեցավ։ Անոնք դեղմը հասած էին, որ իրենց ավանդություններու պատճառով Աստուծո պատվիրանքները զանց գնեին։ Ցավալի երևույթ էր ասի Հիսուսի ժամանակ, այսօր ալ նույնն է։ Ոմանք Աստուծո եկեղեցի մեջ այնպես գվարվին, որպես թե իրենք սեփականադերն են,
Աստուծո եկեղեցին սեփականատերը։ Այս սխալ ըմբռնումը զիրենք առաջնորդած է սխալ վարմունքի եւ սխալ դիրքորոշումի մինչեւ իսկ բռնագալի։ Ոմանք Աստուծո եկեղեցի մեջ ծառայելու նշանաբանով դարձած են արևդրականներ, այս երևույթն ցավալի է, նոր բան չէ։ Աստուծո եկեղեցին Քրիստոսի հիմնած եկեղեցին է։ Այս եկեղեցին ունի իր թավանության վեմը, ինչպես որ գարտացին, թուն ես Քրիստոս, գենթանի Աստուծո որդին։ Հետևաբար ան որոշ վայրը չէ, նյութական իմաստով, այլ մարդիկ են, որոնք գտավանին ասելով, թուն ես Քրիստոսը գենթանի Աստուծո որդին, որով Աստուծո եկեղեցին այն հավատացյալներն են, որոնք գտավանին Քրիստոսի ասվածությունը, անոր փրկիչ ըլլալը, ուստի գքարոզեն, գվգայեն այս ուղությամբ և ոչ թե ուրիշ բաներ գխոսին գքարոզեն և եկեղեցին անվան դակ թրամ գթիզեն ու իրենց եսը գքոացդեն։ Ասոնք ոչ մեկ գապ ունին Աստուծո եկեղեցին հետ։ Անշուշտ եկեղեցին հավատացյալները որոշ վայրի մեջ գահավաքվի դերը բաշտելու, սակայն վայրը չէ եկեղեցին։ Վայրը գրնա փլիլ, գրնա քանթվիլ, հիմնահատակլալ, սակայն եկեղեցին հավատացյալները ուր որալ գտնվին գշարունակեն թավանիլ հավատքը ասելով թուն ես Քրիստոսը գենթանի Աստուծո որդին։ Աստուծո եկեղեցին խոսքը նոր գդագարանի մեջ շատ անգամ կործացված է։ Դիմոթեոսի նամակի մեջ զորգարտացինք համարը Աստուծո եկեղեցին նկատմամբ գտեսնենք Աստուծո եկեղեցին Աստուծո դունն է։ Աստուծո եկեղեցին ճշմարտության սյունն է։ Աստուծո եկեղեցին ճշմարտության հաստատությունն է։ Աստուծո եկեղեցին նյութական քարե շենքը չէ, դարածք չէ, այլ հավատացյալներ են, որոնց համար Աստծո խոսքը գոչե զանոն գենթանի քարեր։ Ան մշակութային գետրոմը չէ, ոչ ալ քաղաքական գազագերբություն։ Աստուծո եկեղեցի մաս կազմելու համար մարդը պետք է մեղքի մերած վիճակեն գենթանանա ու դառնա նոր ստեղծվածը։ Եթե մեկը Քրիստոսի մեջ է, անիկան ինչ է, նոր ստեղծվածն է։ Լավ հիների ինչ եղան, հիներանցան ու կացին և ամեն բան նոր եղան։ Աստուծո եկեղեցին փրկվածներու խումբն է։ Եվ դերը օրեոր փրկվածները գաբելցներ եկեղեցին։ Կորցք Արաքելոց 2:47։ Դերը երբ իր բատկամը գփոխանցե փոքր Ասիո մեջ գտնվող 7 եկեղեցիներուն վերջավորության գսե ան որ ագան չունի լսելու թող լսե թե հոգին ինչ գսե եկեղեցիներուն։ Գգարտանք Բողոս Արաքյալ Գեսարիա հասնելով Երուսաղեմ ելավ ու եկեղեցին բարև դվավ ու ետքը իջավ Անդիոք Կորցք 18։ Եկեղեցին բարև դվավ, այսինքն շենքը տեսավ, բարևսավ, հավատացյալներուն բարևեց։ Առաջին Կորինթացոց նամակը գրելով Կորինթոսի մեջ եղած Աստուծո եկեղեցվույն Քրիստոս Հիսուսով սրբվածներուն սուրբեր ըլլալու գանչվածներուն շնորհակալություն շնոր Հոր Աստծո մեր Տեր Հիսուս Քրիստոսի գոմե գսե
Գփափակին եկեղեցի մասին գիտելիքներ ծեր ուշադրությանը հանձնել։ Ադոք աստվածային ճշմարտություններ են, զոր լավ հասկանալու ենք, որբեսի Աստծո եկեղեցի մասին ուղիղ ըմբռնում ունենանք եւ զանազանենք գեղձը հարազատեն։ Գեղձը Աստծո եկեղեցին գշակորձե, անոր անվան դակ կորձելով իր եսը գկոացնե եւ հոգեբոր դքիտության մեջ եղողները գխապե, զանոք գթմրեցնե ու Աստծո գհերացնե։ Հարազատը Աստծո եկեղեցին հավատացյալներուն գծարայե իր անձը ուրանալով։ Հավատացյալները Աստծո գմոդեցնե եւ անոնց հավատքը գգարուցե արաքելական ողջամիտ վարդապետության վրա։ Ուրեմն եկեղեցի մասին գիտելիքներ։ Առաջին Աստված եկեղեցին իր արյունովը ձախու արավ։ Ուրեմն զգուշացեք ձեր անձերուն եւ բոլոր հոդին, որուն վրա հոգին Սուրբ դեսուց դրավ, Աստծո եկեղեցին հովվելու զոր իր արյունովը ստացավ։ Գործք 20-28։ Թույլ տվեք, որ այս համարի մեջ հայտնված 4 ճշմարտությունները ձեր ուշադրության հանձնեմ։ 1. Քրիստոս Աստվածը։ Քրիստոսի արյունը Աստծո արյունն է։ Աստծո եկեղեցին զոր իր արյունովը ստացավ գարտացինք, ձախու արավ։ Գիտենք, որ Քրիստոս իր արյունը թափեց եւ ոսկսե Աստված իր արյունովը ձախու արավ։ Եվ Եփեսացվոս տուղտի մեջ գսե իր անձը մատնեց եկեղեցին համար։ Երկու Արաքյալը հիշյալ համարին խոսքերը եկեղեցվո առաջնորդներուն ուղելով գսե զգուշացեք ձեր անձերուն։ Գարմը առաջնորդներ մասնակետ են ուրիշները զգուշացնելու մեջ, իսկ իրենք զգուշանալու գարիքը չունին։ Թափ հավատացյալներ են, թափ հրեշտակներ են ավելի հրեշտակ։ Ասոնք հբարդության թագարտի մեջ ինգած այն զգացումը ունին, թե իրենք Աստծո գոմեն նշանակված են ուրիշները զգուշացնելու։ Ոսկսե զգուշացեք ձեր անձերուն, ետքը հոդին։ 3. Աստծո եկեղեցի մեջ Սուրբ Հոգին է, որ դեսուչ կտնե ու ոչ թե մարդը մարդուն դեսուչի բաշտոնը գուտա։ Գարտացինք, որուն վրա Հոգին Սուրբ ցեզ դեսուչ թրավ։ Աստծո եկեղեցի մեջ ծառայողները մարդագոչ կամ ինքնագոչ անձեր չեն։ Ոչ ալ թրամ թիզելու համար, որպես արհեստ կծառայեն, հաբա Սուրբ Հոգին քեդինը կպատրաստե Աստծո եկեղեցի մեջ մշակներ, ծառաներ կպատրաստե։ Այդ մշակները մենք հավնենք կամ ոչ։ Գործ Արաքելոց 10-րդ գլուխի մեջ զադեցեք ինձի Բարնաբասը եւ Սողոսը այն գործին համար ըսողը Սուրբ Հոգին է։ Խեղճ են այն եկեղեցիները, որոնք Սուրբ Հոգին լրացուցած ու մարեցուցած են ու մատնված են այնպեսի վիճակի, որանոնք հրյա փարիսեցիներու նման սնոդի բարձակներով կբարձենան միայն անցյալով։ Աստծո օրենքները ոտնագող կնեն, Աստծո խոսքը չեն արգեր, բարանին մեջ թրերեն, թարակներու մեջ թրերեն, ոչ կգարտան, ոչ ալ գուզեն լսել։ Մարդագոչ եւ ինքնագոչ մարդիկ երբ եկեղեցին գարավարեն, խեղճ է այդ եկեղեցին, խեղճ է։ 4-րդ ճշմարտությունը հիշյալ համարին վրա գարտացին Աստծո եկեղեցին հովվելու։
Աստուծո եկեղեցին Աստուծո ուզածին պես կհովվենք, որովհետև Աստուծո եկեղեցին է եւ ոչ թե մարդու։ Այս ուղղությամբ ան իր խոսքի մեջ հայտնած է պետք եղած թելադրությունները, ուղղությունները, պատվերները դված է։ Ոչ մեկը իրավունք ունի Աստծո եկեղեցին հովվելու իր կմաաջուքեն դարված կամ մարդկային գազագերբություններու աստեցությանը դակ, որոնք Աստուծո եկեղեցին հետ ովևէ կապ չունին։ Ուրեմն զգուշացեք ձեր անձերուն եւ բոլոր հոդին, որուն վրա հոգին սուրբ ցեզ դեսուչ դրավ, Աստուծո եկեղեցին հովվելու, զոր իր արյունովը ձախուարավ։ Այս խոսքերու մեջ ցայդուն եղող 4 ճշմարտությունները ցեզի ներկայացուցի։ Շարունակեք եկեղեցի մասի գիտելիքները, ըսինք Աստուծո եկեղեցին Աստուծո դունն է, Աստուծո եկեղեցին իր արյունովը ձախու արած է, իսկ երրորդ Քրիստոս եկեղեցին գլուխն է։ Եվ ամեն բան անոր ոտքերուն տակ հնազանդեցուց, եւ զանիկա ամեն բաներու վրա եկեղեցին գլուխ դրավ, որ անոր մարմինն է, անոր լրումը, որ գլեցնե ամեն բանի մեջ։ Եփեսացիս 1:22-23։ Նույն նամակի մեջ առաքյալը Քրիստոս եւ եկեղեցին կներկայացնե այր ու գնոջ մեգությամբ օրինակով։ Ինչպես այրը գնոջ գլուխն է, այնպես եկեղեցին հավատացյալներուն գլուխը Քրիստոս։ Շատ մը Քրիստոսի անունը գրողներ չեն հասկացած տակավին այս ճշմարտությունը։ Եկեղեցին գլուխը Քրիստոս է։ Ինչ փառավոր եւ սուրբ հաստատություն է երկրի վրա։ Անոր համար գսե այս խորհուրդը մեծ է, երբ օրինակը գբերե այր ու գնոջ մեգության եկեղեցին եւ Քրիստոսի մեգլալը գսե այս խորհուրդը մեծ է, բայց ես կզրուցեմ Քրիստոսի ու եկեղեցին վրայով։ Եփեսացիս 5:32։ Հետևաբար, ինչպես բադվեր գա, որ գինը հնազանդի իր գլուխը եղող այրին, այնպես ալ եկեղեցին հավատացյալները հնազանդելու են իրենց գլուխը եղող Քրիստոսին։ Եկեղեցին իր հրահակները Քրիստոսե գարդն է, ու ոչ թե այնպեսի մարդոց մե, որոնք գապ չունին Քրիստոսի հետ, մերժած են անոր թագավորությունը եւ դերությունը իրենց վրա։ Երանի միայն մերժեն, ոչ թե միայն մերժած են, այլ անոր գամքին գահագարագին։ Քրիստոսի, որ եկեղեցին գլուխն է, ակնկալածը բոլոր գործունեությունները առաջ հնազանդիլն է։ Այս կակնկալ է Քրիստոս, այս կակնկալ է եկեղեցին։ Տուն գբատկանիս Քրիստոս եկեղեցին։ Միս երես լավակուն համայնքին գբատկանիմ։ Կարևոր չէ, Աստված համայնքներու հետ կորդ չունի։ Քրիստոսի եկեղեցին հետ գաբունիս, գբատկանիս Քրիստոսի մարմինին։ Եթե այո, գհնազանդիս անոր, պետք է հնազանդիս։ Ոչ թե հավատաս Քրիստոս եկեղեցի քոյության, հապա պետք է հնազանդիս։ Թույլ գուտաս, որ ան գարավարե քու սիրտդ, քու կյանքդ։ Չորրորդ գիտելիք, Աստված իր բազմադեսակ իմաստությունը եկեղեցին ցերկով հայտնի գնե։ Պիտի գարտամ Եփեսացիս 3:10-11։ 3:10-11։ Որբեսի հիմա Աստուծո բազմադեսակ իմաստությունը եկեղեցին ցերկով հայտնի ըլլա երկինքը եղող իշխանություններուն ու պետություններուն իր հավիտենական նախասահմանությանը համեմատ զոր ըրավ մեր Տիրոջը Քրիստոս Հիսուսի ցերկով։ Առաջին Պետրոս 1:12-ալ
այս ուղղությամբ կխոսի եւ հոն գսե 1:12 որոնց հայտնվեցավ, որոնք ոչ թե իրենց հաբամեզի մատակարարեցին այն բաները, որոնք հիմա ցեզի պատմվեցան անոց ցերքով, որ ավետարանը քարոզեցին ցեզի հոգով, սրբով, որ երկինքեն ղրգվեցավ, որ այն բաներուն հրեշտակները գցանգային ագնգարույց նայել։ Աստուծո մտքի մեջ եղող եկեղեցին կամ փրկության ծրագիրը, որու մասին առաքյալը գխոսի, ոչ թե միայն մարդոց մեջ ծածկված էր, այլ նաև հրեշտակներեն, ու հիմա անոնք կտեսնեն, որ Պողոս առաքյալ երանթով ու քաչափար կքարոզե։ Աստված իր իմաստությունը դարբեր ցևերով իր հրեշտակներուն հայտնեց բազմադեսակ իմաստությունը գարտացինք։ Հրեշտակները Աստուծո իմաստությունը տեսան ստեղծագործության մեջ, հին ուխտի տնտեսության մեջ Աստուծո իմաստությունը տեսան, թե ինչպես Աստված Աբրամը գգանչե, զայն առաջնորդեց անոր խոստումներ տալով։ Աստուծո իմաստությունը տեսան ամբողջ 5 դագարանի տնտեսության մեջ, բոլոր բարականերուն մեջ, եւ հիմա շնորհքի տնտեսության մեջ կտեսնեն, թե ինչպես Դարսոնցի Սողոս շնորհքի ավետարանը գքարոզեր, եկեղեցիներ գհիմներ ու անոր խորհուրդները գուսուցաներ, հրյաներ ու հետանոսներ փրկվելով Քրիստոսի մեջ մեկ գլային, Քրիստոսի մարմինը եղող եկեղեցին անդամները գտարնային, թշնամությունը վերցված եւ իրար մե բաժնող բադը փլած էր, հրեշտակներուն համար նորություններ նորություններ, այսպես հիմա Աստուծո եկեղեցի ցերքով Աստուծո բազմադեսակ իմաստությունը գահիտնվեր Պողոսի միջոցով։ Աստուծո ստեղծագործության մեջ ամենեն փառավորը շենքը չէ, այլ եկեղեցին է, փրկվող մարդիկ, հանցակներու եւ մեղքերու մեջ մեռած, սակայն գենթանացած մարդիկ, անորաբար գենթանի քարերու կնմանցն է, որ գսե գշինվիկ որպես գենթանի քարեր։ Իսկ հոգևոր դքիդության մեջ եղողներուն համար կարևորը շենքն է, արդակինը, որ գհրաբուր է եւ մարմնավոր զգացումները գշարժե։ Եվ հոս գսե հիմա Աստուծո բազմադեսակ իմաստություն հայտնվեցավ եկեղեցի միջոցով, հիմա ոչ թե երկինք երթալ են ետքը։ Շնորհքի տնտեսության մեջ Աստուծո սկանչելի Աստվածը սկանչելի կորձեր գնե եկեղեցին միջոցով։ Իսկ չորրորդ եւ վերջին, որը սկիզբը գարտացինք, մեր Տիրոջ օրհնյալ շրթներեն, թժողքի թռները եկեղեցին պիտի չախտեն։ Մատթեոս 16:18, երբ որ Պետրոսին ըսավ թուն Պետրոս, այս ֆեմին վրա պիտի շինեմ իմ եկեղեցից եւ թժողքի թռները զանիգա պիտի չհաղթեն։ Որքան ադեմ որ եկեղեցին ունի իր թավանության վեմը, թուն ես Քրիստոս Աստուծո որդին պիտի չփլի։ Հոգի ունեցող էակ մգրնա թավանին խոսիլ եւ հրճագել վգայել Քրիստոսը ու ոչ թե նյութական շենքերը։ Ինչու համար մեր Տեր ըսավ թժողքին թռները կարող չեն հաղթել եկեղեցին։ Խորած եք այս մասին, բացատրեմ։ Հին ժամանակ քաղաքները բարիսներով գշրջաբատվեին, որովհետեւ թշնամիներուն հարցակումները քաղաքը ապահովել լա։ Մի քանի փոքր թռներ ունենար, բայց նաև գլխավոր թուրմը ունենար, մեծ թուրմը։ Եվ քաղաքին մեծերը, թադավորները, բժիշկները, հայտնի մարդիկը
իմաստասերներ այդ ժամանակ մեկ խոսքով քաղաքին բոլոր երևելի մարդիկը զորությունը հոն թրան արջև իրենց մգանները գծուցածրեին Հիսուս երբ գսե թժողքին թրները կարող չէ եկեղեցին հաղթել ոչ թե շենքին հավատացյալներ որոնք գհրճագեն Թունես Քրիստոսը կենթանի Աստծո որդին ըսել ուզեց եթե թժողքին մեջ եղող բոլոր երևելի զորությունները մեջտեղ ելեն պիտի չգրնան հաղթել պիտի չգրնան անշուշտ որտեղ հիմը Քրիստոս է Քրիստոս ինչ է քութերդ Աստուծո եկեղեցի մեջ ոչ թե ինչ է քու բարդականությունդ հասկացած ես Աստուծո եկեղեցին ինչ է հասկացած ես խորհած ես այս ճշմարտություններու շուրջ թե ոչ գույրորեն ասպես կքալես Աստուծո եկեղեցին գադակ չէ Քրիստոսի մարմինն է աշխարհի վրա ամենասուրբ հաստատությունն է Աստուծո եկեղեցին ինչպես գտիդես Աստուծո եկեղեցին ինչ է ըմբռնումդ Աստուծո եկեղեցին նկատմամբ հավատացեք մեծ դքիդություն կա այս հարցին նկատմամբ մեծ ինչու որտեղ մարդիկ չեն գարտար Սուրբ Գիրքը մեկ կողմ թրերը ժամանակ չունեն ամեն բանի ժամանակ ունեն սելֆոնը ցերկերնի լապտոպին արջև ամեն բանի ժամանակ ունեն ինչ կուզեք ինչ որ գրնա մարդը անել գնա բդույդի քալելու շունը բդցնելու գադույնը դսպաղելու հոս երտալու հոներ տալու TV-նա ինչ կուզեք ամեն բանի ժամանակ ունի բայց Աստծո խոսքը գարտալու հավատա քրուխս քերելու ժամանակ չունի եթե դու գահավատաս ասածիդ ես ալ գահավատամ մարդիկ դքեդ են Աստծո եկեղեցին փառք ուտանք որ Քրիստոսի եկեղեցին է ամբուր հիմերու վրա հիմնված է գհրճագես խոսքով վարմունքով թիրքորոշումով Թունես Քրիստոս կենթանի Աստուծո որդի եթե այդպես գհրճագես եւ գաբրիս բոլոր թժողքի թևերը զորությունները վրա դալ հարցակին բան չեն գրնարնել որով անոնք քու մեջը Քրիստոս պիտի տեսնեն եւ պիտի փախին թողդերը օրհնե այս խորհրդածությունը եւ այս ճշմարտությունները մեր սրտերում մեջ դեղ գտնեն եւ եթե առաջին անգամ դե այս ճշմարտությունները գլսես կխնդրեմ քեզ որ երթաս տուն եւ խորհիս իր փառքին համար ամեն Գեղեցիկ երկվագա վերջավորության այդ երկով պիտի փակենք 459-րդ երգն է Եկեղեցին հիմնյալ է Լոկ Քրիստոսի վրա 459 Չորրորդ դունը ոտքի վրա պիտի երգենք եւ աղոթքով պիտի փակենք մեր պաշտամունքը
Այո, ով դեր փառք ուտան քեզի, Որթունը սկանչելի ես քու կորձերուտ մեջ, քու ծրակիրներուտ մեջ, փառք ուտանք, Որթուն եկեղեցին հիմնեցիր, եւ դեր Հիսուս թուն գլուխն ես, եւ մենք դեր անարժանապար այս եկեղեցին կպատկանենք, քու շնորհքդ մեծ եղավ դեր, օգնե մեզի, որ քիդագից լանք մեր թիրքին, եւ մեր վարմունքը սուրբը լա, եւ մեր բոլոր շարժարիտները մաքուր, եւ մեր ծառայությունը դեր քեզի հաճելի, ով դեր քեզի կանցնենք նաեւ որպես տեղական եկեղեցի մեր բոլոր եղբայր քույրերը եւ անոնք որոնք մեզ գունգընտրեն, գաղութեմ դեր մասնավորապես մեր հիվանդներուն համար եւ դեր կխնդրեմ Որթուն գադարյալ բժշկություն դաս եւ դեր այս բոլորի մեջ միմիայն քու անունը փառավորվի Հիսուսի անունով կխնդրեմ ամեն